ինչն է պատճառը, որ սրտաբանական հիվանդությունները երիտասարդացել են։ Առնվազն մի քանի հոգի գիտեմ, մինչև 30 տարեկան դաժե սրտամկանի ինֆարկտ են ունեցել։ Նախ երևի այն, որ մարդիկ դադարել են որոշակի հիվանդություններից մահանալ, որոնցից առաջ էին մահանում, օրինակ առաջ կարային մարդիկ չհասնեին այդ տարիքի սովի պատճառով, ինֆեկցիոն հիվանդությունների պատճառով եւ այլն, այսինքն իրանք մահանային մինչև օրինակ 40 տարեկանի հասնելը։ Դիագնոստիկան է լավացել, բայց դրան զուգահեռ նաև ճարպակալումն է շատացել, հիպոդինամիան է շատացել։ Ահա, դες բան կա։ Պատկերացնում ես։ Հետո ու տենց ռիսկի գործոնները все-таки ավելի շատացել են։ Իսկ սրտաբանական հենց այդ տեսանկյունից որ նայում ես, ռիսկի գործոնները երիտասարդների այս վերջերս ինչ-որ բաներ հրապարակվեց, որ դեռահասների, դպրոցականների շրջանում արդեն իսկ զարգերական հիպերտենզիայի բաներ կա։ Դրան էլի նորից երեխեքի շրջանում ճարպակալումն է ահագին նպաստում։ Ինքը տենց շատ մեծ թափերով տարեկան աճում է, հենց երեխեքի շրջանում։ Դուք երեխուն կոնֆետ տալիս ես։ Տալիս եմ։ Մենք զրկանքների չենք ենթարկում մեր երեխային։ Հասկացա։ Բայց ինքը կարա ընտրի սեղանին դրված գազարը, որովհետև իր մոտ առողջ սննդային սովորություններ են։ Ուղղակի այդ պահին ինքը այն աղջկանը կինդերձովիկ եմ տալի, ինձ բրինձով սուպիկ եմ ուզում, տորօրինակ երեխան որ դուց եկավ բրինձով սուպիկը ո՞րն է կինդեր եմ տալի։ Այ որ զրկանքների ենթարկեր իրան, ինքը կմտածեր, որ դա արգելված, ինչքան լավ բան է ու պետքա ձգտել արգելված։ Հենց դրանից է, որ ինքը դրա հետ զուգահեռ կարող է ընտրի նաև սննդային առողջ սովորություններ։